երկու հարց ունեմ։ Առաջինը տեսնում եք հնարավոր համագործակցություն որևէ ուժի հետ եւ եթե այո, կնշեք որ ուժի մասին է խոսքը եւ երկրորդ հարցը նշեցիք արդյունավետ ինքնապաշտպանության ձևավորման մասին։ Կխնդրեմ մի փոքր մանրամասնել ինչ քայլեր եք պատրաստվում անել։ Շնորհակալություն։ Արդյունավետ ինքնապաշտպանության հետ կապված ամբողջը արդեն բացահայտեցինք, որպեսզի մենք ունենանք հստակ զսպման կարողություններ, որպեսզի մենք կարողանանք ապահովել նաև մեր պաշտպանությունը եւ գիտեք այսպեսի մի բան եմ ուզում ասել զսպման կարողություններ միայն չի նշանակում ուղղակի բանակի ֆինանսավորում կամ ինչ որ ապահովել ինչ որ տեխնիկա եւ վերջ այստեղ շատ կարեւոր է նաև ղեկավարման որակը, արդյունավետությունը, կամքը, ոչ միայն կամքը քաղաքական առումով, նաև անձնական կամքը, անձնական որակները, որոշումներ կայացնելու կարողությունները։ Ես ես մի օրինակ բերեմ։ Սաուդյան Արաբիան երկու երկիր վերցնենք։ Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում առաջատար է իրենց բյուջեի ֆինանսավորման չափի առումով։ Իրանը անգամներ զիջում է Սաուդյան Արաբիային ռազմական բյուջեի ֆինանսավորման չափի առումով։ Կարող եք գտնել որևէ միջազգային ռազմական փորձագետ, որ հանկարծ կարողանա ասի, որ Սաուդյան Արաբիան, եթե հարձակվի Իրանի վրա, ապա անպայման հաղթելու է։ Չէ, իհարկե, ինչու, որովհետև տեսեք, այստեղ շատ կարևոր են զսպման կարողությունների նկատմամբ այսպիսի վերաբերմունքը, որ ցանկացած երկիր, որ հանկարծ մտքով չանցկացնի էլ ագրեսիա անել քո երկրի նկատմամբ, իսկ եթե անելու նման մտադրության անգամ դեպքում կամ փորձի էլ իրեն անգամները ավելի շատ է վնաս պատճառվելու, որը բնականաբար հենց կոչվում է զսպման կարևոր կարողություն։ Եվ համագործակցություն։ Այո, իհարկե, մենք պատրաստ ենք համագործակցության, մեր ուժի նախաձեռնության անվանումը պատահական չէ միասնության թևեր։ Մենք կարծում ենք մեզ բնականաբար պետք է միասնություն, բնականաբար պետք է այնպես անել, որ մենք հասնենք իրական նպատակին, որ այնպես անենք, որ Նիկոլ Փաշինյանը չունենա վերընտրվելու հնարավորություններ, որ հիմա էլ եկել է պատերազմով սպառնում է մեզ։ Եվ համագործակցություն կա տարբեր ուժերի հետ, նրանցից մի քանիսի հետ մենք ունենք արդեն կազմած միավորումներ, մեզ միացել են մեր գործընկերներ, իրար հետ ենք համագործակցում եւ քննարկումները կան, շարունակվում են։